Տնկիները զգուշությամբ են ընտրում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնկարանի աշխատակիցները։ Դրանք պիտի դիմանան ցուրտ ու քամոց Սիսիանում։ Իրենց ձեռքով տեղավորում են բեռնախցիկում, նույն խնամքով իջեցնում քաղաքի կենտրոնական հրապարակում։ Առաջիններն էլ հենց իրենք են տնկում։ Մեր հետ բերել ենք հիմա գնդաձև ակացիաներ, տույաներ, կատալպա տեսակի ծառատեսակներ եւ ալբիցիա։ Բացի ալբիցիան հələ առաջի անգամ ենք ստե փորձում, ճիշտ է ինքը մի քիչ ջերմասեր բույս է, ծառատեսակ է, բայց փորձում ենք, եթե կպնի կաշխատենք, որտեղ ինքը շատ գեղատեսիլ տեսք ունի։ Հանքարդյունաբերական ձեռնարկության տնկարանի աշխատակիցներն առաջին անգամ չեն այստեղ։ Նրանցից սիսիանցիները լսում են կանաչապատման վերաբերյալ խորհուրդներ, տեղեկանում ծառ աճեցնելու նոր մեթոդներից։ Միհրան Գրիգորյանը նախորդ տարի տնկարանից Սիսիանին տրված տնկիների վիճակն էլ է հասցրել գնահատել։ Արդարացրել են այդ ծառերը, մեծամասամբ կպչողականությունը շատ բարձր է, կլիմային համապատասխանում է, Սիսիանի բարձր լեռնային գոտիներում համապատասխանում է։ Հրապարակում շատ տեղ չկա, տնկիների մի մասը կզարդարի քաղաքի փողոցները, մյուսները կտրվեն ուսումնական հաստատություններին։ Չնայած անբարենպաստ եղանակին ծառատունկին միացել էին նաև ավագ դպրոցի աշակերտները։ Ընդհանրապես լավ է, որ քաղաքը կանաչապատվում է եւ այդ կանաչապատման ընթացքում ծառ տնկելու ճիշտ ձևներ սովորեցի։ Մյուս տարիներին նույնպես պատրաստ եմ մասնակցել կանաչապատմանը։ Սիսիանում մեծ թափով բարեկարգման եւ ասֆալտապատման աշխատանքներ են ընթանում։ Աղբից ու երկաթե տնակներից ազատված բակերը կկանաչապատվեն։ Այս հարցում եւս համայնքն ակնկալում է ձեռնարկության աջակցությունը։ 2025 թվականի մայիսից սկսեցինք լայնամասշտաբ ծառատունկը, մեծ մասը նվերել մեզ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նույն համագործակցությունը շարունակվեց նաեւ 2026 թվականին։ Ծառերի տեսակները տարբեր էին՝ տույա, փռվող գիհի, ակացիա, կատալպա, իսկ ընդհանուր շինարարության զուգահեռ ավելի պլանավորված է ավելի մեծ կանաչապատ տարածքներ ստեղծել։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների վերջերս տնկած բոլոր ծառերն էլ Սիսիանի բնակլիմայական պայմաններին հարմարվել են։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։